Ախտում վերևից կիշնիր, հետո կամպոստներն է գաբում, ով է զարգե ինչ եղել, ես խաբար չեմ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում երթևեկության պիկ ժամին Գարեգին Նժդեհի փողոցում Շիրակի մարզային ոստիկանության խաչմերուկում լուսացույցի տակ։ Ականատեսների նկարագրելով հրշեջ փրկարարական ջոկատի կամազ մակնիշի մեքենան լուսաձայնային ազդանշաններով շտապելիս է եղել հրդեհի վայր, եւ այդ պահին խաչմերուկի վրա հարվածել է Ford Transit ավտոմեքենային, որում եղել են վարորդը եւ 10 տարեկան աղջիկ երեխա։ Ուժեղ բախման հետևանքով հրշեջ մեքենան կողաշրջվել է, այդ վիճակում հարվածել եւս 3 Mercedes, Opel եւ Gaz 3110 մակնիշների ավտոմեքենաներին։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը, նկարագրեց Gaz 3110-ի վարորդը։ Ինքը սիրենա միացրած, արագ կուկար, Ford-ը իր համար խաչմերուկը կանաչի տակ կանցներ։ Խփեց Ford-ին ու եկավ ի մեքենայից խփեց, ռուլը կողեց տակը։ Բակը երևի կիսատ էր, դուր համար թափահարեց, բան։ Եկավ այնտեղ հասավ ու շրջավ։ Իմ մեքենասը գնաց այն Opel-ին խփեց, այնտեղ մի հատ Mercedes էր կայնած։ Այնտեղից է Mercedes-ին ուտպես քանի մեքենա, 1, 2, 3, 4 մեքենա։ Այդ պահին անկախության հրապարակից դեպի Գարեգին Նժդե փողոց ընթացող Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի հասցրել մեքենան փախցնել։ Իր մեքենային հարվածել է Gaz 3110-ը, մեքենայում եղել է նաև վարորդի կինը, նրանք չեն տուժել։ Այն մեքենան այնտեղ կանգնած էր, առանց շոֆերի էնել եկավ խփեց ինձ կանա։ Ցածից եկա, հա, ես մեկից ռիսկի տորմուզ տվեցի կանա, կշուռ եկավ, ես էլ ոչ մի բան չեմ ճոգել։ Ես ասենք վերևից չեմ տեսել ինչ եղել։ Եկավ դեմս շուռ եկավ, քաշը կանել եմ ես։ 5 մեքենաների բախման հետևանքով 5 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։ Ford մակնիշի ավտոմեքենայի 35-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում աշխատել է շտաբ բուժօգնության 4 բրիգադ։ Մեր մոտ դիմել է 4-ը, մեկը մահացած, 3-ը հետազոտման մի երեխա էլ ավստրիական։ Տուժածների վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Կողաշրջված կամազ մակնիշի մեքենայում եղել են փրկարարական ջոկատի 3 հրշեջներ, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժած երեխան բազմակի կոտրվածքներով տեղափոխվել է ավստրիական մանկական հիվանդանոց, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նախնական հետազոտություններով երեխան ունի նաև գանգուղեղային փակ վնասվածք։ Վթարից ժամեր անց կենտրոնական փողոցը դեռ փակ էր երթևեկության համար։ Մարինե Տիրբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։